Թրամփը Կոլորադոյի կապիտոլիումից պահանջում է հեռացնել իր դիմանկարը։ Նա ասում է, որ Կոլորադոյի օրենսդիր մարմնի նահանգային ասամբլեային շենքի իր դիմանկարը միտումնավոր աղավաղված է եւ այն անվանել է սարսափելի։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Բալիում զբոսաշրջիկների համար նոր կանոններ են սահմանվել։ Իշխանությունները հրահանգել են զբոսաշրջիկներին պահպանել տեղական ավանդույթները, հասարակական վայրերում կրել համեստ հագուստ եւ չթափել աղ։ Բացի այդ, այժմ Բալի այցելող զբոսաշրջիկները պետք է վճարեն $10 հատուկ տուր կղզում գտնվելու համար։ Այս մասին գրում է Անտարան։ ԱՄՆ-ում Boeing 787-9 ինքնաթիռը, որը տեղափոխում էր 257 ուղևոր եւ անձնակազմի 13 անդամների, ստիպված է եղել թռիչքից 2 ժամ հետո վերադառնալ, քանի որ օդաչուն մոռացել էր իր անձնագիրը։ Այս մասին գրում է USA Today-ը։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման օրենք է ընդունել, ըստ որի արգելում է գովազդ իրականացնել Instagram, Facebook եւ X սոցիալական ցանցերում։ Օրենքի խախտման դեպքում անձը կտուգանվի։ Այս մասին գրում է The Moscow Times-ը։ Ռուսաստանում քննարկվում է սննդաբանների գովազդը արգելելու առաջարկը, սակայն Պետդուման դեմ է։ Այս մասին գրում է RTV-ն։ Սվերդլովսկի տարածաշրջանային օրենսդիր ժողովը օրենք է ընդունել, որի համաձայն մինչև 23 տարեկան աղջիկները երեխա լույս աշխարհ բերելու դեպքում կստանան $5300։ Այս մասին գրում է TASS-ը։ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան պայմանավորվել է Սև ծովի տարածքում զերծ մնալ ուժի կիրառումից։ Այս մասին գրում է BBC-ն։ Զելենսկին արձագանքել է Սև ծովում հրադադարի եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների արգելքի մասին համաձայնագրին։ Զելենսկին հայտարարել է, որ եթե Մոսկվան խախտի այս պայմանավորվածությունը, ապա ինքը կդիմի Դոնալդ Թրամփին ռազմական աջակցությունը ավելացնելու եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նպատակով։ Այս մասին գրում է Pravda-ն։ Ամերիկայում իրականացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր ունեն բարձր ինտելեկտ եւ կրթվածության մակարդակ, այդքան չեն հավատում աստղագուշակությանը։ Այս մասին գրում է Psy-Post-ը։ Թրամփի վարչակազմը 238 վենեսուելացի միգրանտների արտաքսել է Սալվադորի խիստ ռեժիմի բանտ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Դանիայում կանայք նույնպես պարտադիր զինվորական ծառայության կանցնեն 2026 թվականից սկսած։ Ներկայումս Դանիայում զինվորական ծառայությունը պարտադիր է միայն տղամարդկանց համար, սակայն դրանից հետո այն կդառնա ընդհանրական, գրում է Spacebar-ը։ ԵՄ-ում էլեկտրական մեքենաների պահանջարկը շարունակում է աճել, սակայն Տեսլայի պահանջարկը նվազել է։ Ըստ Արդյունաբերական ասոցիացիայի տվյալների, էլեկտրական մեքենաների գրանցումները հունվար-փետրվար ամիսներին աճել են ավելի քան 25%, սակայն Տեսլայի նոր ավտոմեքենաների վաճառքը նվազել է 49%։ Այս մասին գրում է AP News-ը։ Բրիտանացի հնագետները հայտնաբերել են երկաթե դարաշրջանի մեծագույն գանձերից մեկը՝ Melson by Horde-ը։ Հայտնաբերվել է ավելի քան 800 տարբեր իրեր, այդ թվում կաթսաներ, ձիուկ, զրահ, սանձեր, նիզակներ եւ երկաթե անիվներ։ Այս մասին գրում է BBC-ն։